շարունակենք մեր հարցազրույցը, ես առաջին նախ ներողություն եմ խնդրում մեր Հայաստանի բոլոր բնակչությունից եւ խնդրում եմ որպեսզի մեր այս հարցազրույցը լսեն եւ իրենց կարծիքը արտահայտեն։ Դա կապ չունի ինչ որ որոշ տպավորություն կա, որ ես վարկաբեկում եմ, բայց դա ներկայությամբ սա միակ ելքն է, որպեսզի մենք կարողանանք փրկենք մեր այս կործանված վերջին մի կտոր մոտավորապես 28.500 քառակուսի կիլոմետր արևելյան Հայաստանը Նիկոլի Ջիրյաներից, այդ թուրք Նիկոլի, որը իրավունք չունի երկրագնդի որևէ ղեկավար եւս իրավունք չունի անօրեն զբաղեցնելու տվյալ պետության նախագահի կամ վարչապետի դատակ ղեկավար աթոռ զբաղեցնող կեղտոտող կեղտ է, քանի որ նրանք չեն արտահայտում, որ պետականությունը, հանրային սեփականությունը, սոցիալիզմը տվյալ պետությունը դրանք հոմանիշ բառեր են, պարտադիր պետք է լինի 100%, այսինքն տվյալ նախագահան, պետության նախագահան, վարչապետը, ազգային որոնք օժտված են, ապահովված են ժողովրդի կողմից այսպես կոչված ընտրվելով տվյալ պետության պետական աշխատանք, աշխատավարձ, անվտանգություն, բնակարան եւ այլը, դրանք պարտադիր պետք է տվյալ պետության բոլոր բնակչությանը ապահովեն նույն ձևի պետական աշխատանք, աշխատավարձ, անվտանգություն, բնակարան եւ այլը։ Սա է ճշմարտությունը, որ երկրագնդի ոչ բնակչությունը չգիտեն։ Իսկ ով պետք է դրանց ասի։ Ոչ մեկը, որտեղ այդ գաղափարը ներկայությամբ ոչ մեկը չունի։ Ես հանդիպել եմ 10-11 համալսարանի իրավաբանության, պատմության, լեզվի մասնագետները, դրանք չգիտեն։ Մենակ այդ գիտեմ գոռոզությունը, որ մենք ամեն ինչ գիտենք, բայց ոչինչ չգիտենք։ Էսա։ Եվ հարցը տալիս ես ամեն ինչ գիտեն, ասում ես ինչա պետություն, պետականություն, ինչա սահմանադրության մեջ գրված բոլոր երկրներում կա։ Օրենքի առջև բոլորը հավասար են կամ օրենքը բոլորի համար հավասար։ Դա նշանակում է, այդ մենակ ես գիտեմ։ Այդ էլ ասում եմ, բացատրում եմ, որ դա նշանակում է ոչ թե եթե մարդիկ սահմանադրությունը խախտում են եւ հանցագործություն են կատարում։ Չէ, դա չի։ Էդ էլ է, բայց դա գլխավոր իմաստը սահմանադրության օրենքի առջև բոլորը են, պարտադիր պետք է ընտրված նախագահը ինքը օժտված լինելով ապահոված պետական աշխատավարձ, անվտանգություն, բնակարան եւ այլը, պարտադիր ինքը պետք է տվյալ պետության բոլոր բնակչությանը ապահովի նույն ձևի, ինչ որ ինքը ապահովված է, պետական աշխատավարձ, անվտանգություն, բնակարան։ Եթե ինքը չի ապահով, ապա ինքը իրավունք չունի որևէ մեկին ձերբակալելու հրաման տա, կամ ասի ես մեկին ձերբակալեք, ոչ ազգային անվտանգությունն ունի, ոչ քննիչներն ունեն, ոչ հակակոռուպցիոն քննչական կոմիտեն ունի, ոչ ոստիկանություն, ոչ մեկը իրավունք չունեն այդ անելու, քանի որ իրենք անօրեն են, չեն արտահայտում պետականությունը տվյալ պետություն